Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաչակյանը։ Պարոն Խաչակյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Խաչակյան, այս օրերին բոլորը խոսում են նախընտրական վերադասավորումների, միավորումների, դաշինքների կուսակցությունով մասնակցելու մասին, բայց Լուսավոր Հայաստանը կարծեք թե դեռևս որոշում չունի ձևաչափի առումով։ Գիտենք, որ մասնակցում եք, բայց ինչ ձևաչափով։ 24 թվականի ավարտին ասել էինք, որ մասնակցելու ենք այս ընտրություններին, կոչ էինք արել ընդդիմադիր դաշտին միավորվելու, 25 թվականին եւս մեկ անգամ այդ կոչը կրկնել ենք եւ հիմնավորել, դեռևս այս մասով որևէ թարմացում չեմ կարող տալ, որովհետև տեսանելի արդյունք չկա, իսկ մասնակցելու մեր որոշումը մնում է ուժի մեջ եւ մենք ամբողջ թափով պատրաստում ենք այժմ նախընտրական ցուցակի թիմի կազմավորման, շտաբի ձևավորման աշխատանքներն են եւ մեր մասնակցությունը ուժի մեջ է։ Այսինքն ուզում եմ հստակեցնենք, առանձին եք մասնակցելու, թե էլի մտածում եք, որ հնարավոր է դաշինքներով, դեռ տեղ կա, այսինքն բանակցություններ գնում են այդ առումով։ Այս բանը պետք է ասեմ, որ մնացյալ ուժերի կողմից այն գաղափարը միասնական ճակատ ձևավորելու ըստ էության հավանության շարժանացավ, յուրաքանչյուրը ավելի շատ կարծում եմ մանդատներ ստանալու, այսպես մոլուցկով է տարված, եւ եթե դա այդպես էլ մինչեւ ընտրությունները շարունակվի, կմասնակցենք առանձին այս մասով խնդիրը ավելի շատ մեր քաղաքական համակարգի մեջ է, քան որ ասեմ դա ինչ-որ կուսակցության համար է առանձին խնդիր։ Տեսեք, ասում եք ընդհանուր ճակատ չստացվեց, բայց հիմա տեսնում ենք բևեռներ որոշակի մի քանի Ծառուկյանի, Արման Թաթոյանի շուրջ, մեր ձևովը, որ ուժեղ Հայաստան է, ինքը կարծեք թե փորձում մենակ այս դեպքում մենք չենք տեսնում դեռևս այլ ուժեր։ Այս երեք կողմերի հետ կամ բանակցություններ կամ գուցե մտադիր չեք իրենց հետ, այս առումով եւս որևէ քննարկում չկա։ Մեր կոչը շատ հրապարակային էր, ընդ որում որևէ խտրականություն չէր պարունակում եւ ինչպես տեսնում ենք, որ ուժերը, որ միավորվել են միմյանց հետ, առանձին ըստ էության բանակցություններ վարել եւ միավորվել են, դուք թվեցիք 3-4 ուժ կամ ավել, դրանք վստահաբար ավել կլինեն եւ ստացվելու է այնպես, որ ընդդիմությունը մասնակցելու է 4-5-6 ճակատներով կամ առանձին ուժերով, որը իհարկե լուրջ խնդիրներ է ստեղծելու հետընտրական ժամանակահատվածում, բայց եթե մեզնից հասնում է այդ ժամանակահատվածում մեր ներգրավվածությունը ունենալ առանձին ձևաչափով, այդ ճանապարհով էլ գնում ենք։ Իշխանությունը մեղադրում է, որ ընդդիմությունը գնում է Գյումրիի տարբերակով, ընդդիմությունն էլ ասում է, որ հնարավոր է իսկապես իշխանափոխություն անել, երբ որ կոալիցիոն կառավարություն կարողանան ձևավորել։ Ձեր տրամադրվածությունից հասկանում եմ, որ դուք կարծում եք, որ հնարավոր չէ այսքան բևեռներով մասնակցել եւ իշխանազրկել Փաշինյանին։ Գիտեք, ցավոք սրտի, Գյումրի երկուսը սահմանադրորեն հնարավոր չի։ Ինչու՞, որովհետեւ Գյումրիում միավորվեց 4 ընդդիմադիր ուժ առանց կոալիցիա անելու ընտրեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Սա էր ճանապարհը։ Դուք էլ ձեր խոսքի մեջ թվեցիք տարբեր ընդդիմադիր ուժերի, ամենայն դեպս այդ թիվը 4-ի 5-ի հասնում է։ Մեր սահմանադրությունը եւ ընտրական սահմանադրական օրենքը ասում է, որ 3 ուժերը առավելագույնը կարող են միմյանց հետ կոալիցիա կազմել եւ ընտրել վարչապետի թեկնածու։ Չեն կարող խուսափել ֆորմալ առումով կոալիցիա կազմելուց, ինչը եղավ Գյումրիում, խուսափեցին ֆորմալ առումով կոալիցիա կազմել, պարզապես քվեարկեցին Վարդան Ղուկասյանի օգտին։ Եվ ավելի քան 3 ուժ չի կարող լինել։ Այսինքն, եթե խորհրդարան անցնի պայմանական 5 ուժ, որոնցից 4-ը ընդդիմադիր են, 1-ը իշխանությունը եւ մեծամասնությունը այս 4 ուժի ձեռքում է, այդ դեպքում այլ տարբերակ քան երկրորդ փուլը, որին կմասնակցի իշխանությունը եւ երկրորդ տեղ զբաղեցրած ընդդիմադիր ուժը չի լինելու, որովհետեւ 4 ուժը միմյանց հետ չեն կարող կոալիցիա ձևավորել եւ ընտրել վարչապետ։ Հետևաբար, որ այս փուլով ընդդիմադիր ձայները այսպես բաշխված մասնակցում են, թող հաշվի առնեն, որ հետագայում կարող է լինել երկրորդ փուլ, որը քանի որ մեր սահմանադրությունը իշխանամետ սահմանադրություն է գրվել ի սկզբանե 2015 թվականին, այս բոլոր սահմանափակումները նախատեսված են եղել ՀՀԿ-ի հնարավոր հաղթանակի համար։ Հիմա պարզապես այդ հաղթանակը կիրառելու է ՔՊ-ն ինչ որ այլ կերպով։ Հակել այդ կոստյումը ՔՊ-ն։ Հա, եւ շատ հարմար կերպով, այսինքն ՀՀԿ-ն այդ մեխանիզմները չկարողացավ օգտագործել առ այս պահը, բայց ՔՊ-ն շատ լավ է սա առաջիկայում կօգտագործի։
Հիմա ստացվում է այնպես, որ իշխանությունը կարող է վերընտրվել նաև հաշվի առնելով, որ կարող են լինել ուժեր, սատելիտ ուժեր մերձիշխանական։ Այս դեպքում եւս բարթանում է խնդիրը, մյուս կողմից էլ ձայների փոշիացումը, այսինքն մեծ հաշվով ձեր ասած տարբերակը եթե չստացվեց, գրեթե երաշխավորված Փաշինյանն է ընտրվելու։ Ես մերձիշխանական ուժերի անցնելը շատ հավանական չեմ համարում, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը այդ ուժերին մի կողմ է թողել եւ փորձում է մոբիլիզացնել այդ ամբողջ ընտրազանգվածը։ Պայմանականորեն, եթե կար Եվրադաշինք, որը ասում էր եկեք այս օրակարգի միջոցով քվեներ կորզենք, հիմա իշխանությունը այդ քվեները կոնսոլիդացնում է իր շուրջը, դրա համար այս ուժերը առանձին կարող են չանցնել։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, խնդիրը առաջանալու է այն ժամանակ, եթե անցած 3 ընդդիմադիր ուժերը չկարողանան միմյանց հետ կոալիցիա կազմել, ոչ թե ներքին տարաձայնություններից ելնելով, այլ պարզապես այն պատճառով, որ օրինակ կա 4 ուժի մասնակցության կարիքը, որպեսզի դա լինի կոալիցիա, իսկ դա արդեն մեր սահմանադրական օրենքը արգելում է դա իրականացնել։ Լավ, Եվ կներեք, սա ես չեմ ասում, որ դա իշխանության երաշխավորված հաղթանակն է, որովհետև երբ մենք ասում ենք, որ իշխանազրկման հնարավոր միջոցը միասնական ճակատի ձևավորումը, դա ռիսկերի նվազեցումն էր, որովհետև հիմա տեսնելու ենք ինչպես են ընդդիմադիր ուժերը իրար թիրախավորում տարբեր կողմերից, այս պարակտվածությունը, ընդդիմադիր ձայների փոշիացում, այս 4 ուժ անցնելու եւ միմյանց հետ չկարողանալու կոալիցիա կազմելու, սրանք բոլորը ռիսկեր են։ Այդ ռիսկերի վերջն արդյունքում, եթե լինի երկրորդ փուլ, ինչպես կլինի, շատ ապագայի հարց է, բայց այս ռիսկերը ակտուալանում են պարզապես այն պատճառով, որ ընդդիմադիր դաշտը նախընտրել է ֆրագմենտացված մասնակցել եւ չի հաշվի առել մեր սահմանադրական օրենքի առանձնահատկությունները։ Որոշ ընդդիմադիրներ խոսել են, որ պայմանավորվածություն ձեռք բերենք միմյանց չհարվածելու հետ կապված։ Այս առումով դուք վստահություն չունեք, կարծում եք էլի այդ ներընդդիմադիր հարցակումներ կլինեն եւ դա ավելի իրավիճակը կվատացնի։ Ես տեսնում եմ, որ դրանք չեն դադարել որևէ պահի։ Նախընտրական քարոզչությունը սկսվելու է մայիս ամսին, դրան մնացել է շուրջ 2 ամիս եւ ես չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը այդպես են վարվում եւ միմյանց չեն թիրախավորում, ուստի նույնը շարունակվելու ընտրությունների ժամանակ եւ անկեղծ ասած հակաբնական է ակնկալել, որ չի լինի ընդդիմադիր ձայների շրջանում մեծամասնություն, ինչու, որովհետեւ եկեք պայմանականորեն ընդունենք, որ մարդկանց մեր ընտրողների մեծամասնությունը 60%-ը ընդդիմադիր հայացքներ ունի, 40%-ը այս կամ այն կերպով իշխանական։ Ստացվում է, որ ընդդիմադիր դաշտի հիմնական ներկայացուցիչները մրցակցում են միմյանց հետ այդ 60%-ի բաշխման հարցում եւ չեն կարող պարզապես այդ մրցակցությունը դնել մի կողմ։ Ընդդիմադիր ընտրողը չի գնալու ընտրի իշխանությանը, իշխանական ընտրողը չի գնալու ընտրի ընդդիմադիրին։ Ես ամբողջությամբ այն տեսակետին եմ, որ իշխանությունը մեր հանրության մեջ չունի մեծամասնություն, բայց տարբեր տեխնոլոգիաներով, ձայների փոշիացումով եւ այլնով փորձելու է դա անել։ Վարչական ռեսուրսով։ Այդ թվում նաեւ դա այն 40-ի մեջ է, այդ անգամ չեմ էլ հաշվում, էլի։ Եվ այս իմաստով այս ռիսկերի նվազեցմանը ուղղված մեր առաջարկները դեռ ուժի մեջ են։ Հիմա ասացիք, որ իշխանությունը չունի այդ մեծամասնությունը, Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր, ջախջախիչ փոքրամասնություն է լինելու ընդդիմությունը, այդ վստահությունը որտեղից է, այսինքն իրենք հասկանում են, որ ընդդիմադիր նման պատկերով իշխանափոխության գնալը չի ստացվելու, թե իսկապես իրենք ունեն հարցումներ, որին գումարվում է նաև վարչական ռեսուրսը, ձեր ասած այդ բոլոր մեխանիզմները եւ իրենք գիտեն, որ իրենք իսկապես 50+1 ստանալու են։ Այսինքն այդ վստահությունը որտեղից է իշխանության։ Դե գիտեք, իշխանական լծակները իրենց ձեռքում են եւ եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդեմ որևէ ընդդիմադիր ուժի որոշում կայացնի, տեսականորեն կարող են դա անել, ինչպես եղավ օրինակ Մոլդովայում։ Գուցե իրենց վերջին հանգրվանը հենց սա, ես չգիտեմ, բայց ընդդիմությունը պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկի ապահովագրելու եւ ապահովագրվելու։ Այն որ հանրության մեջ մեծամասնություն չունի իշխանությունը դա ակնհայտ է, բայց արդեն ընտրությունների վերջին արդյունքում ում ընտրողը կգնա, որ ձայնը կփոշիացվի, դա դեռ կտեսնենք, որովհետեւ իշխանական սատելիտների թիվն էլ է քիչ կամ նրանք փոքր են, անցնելու շանս չունեն եւ հավանաբար իշխանությունը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նրանց փոշիացրած ձայնը փոքր լինի։ Ընդդիմադիր
դաշտի փոշիացման հավանականությունը շատ ավելի մեծ է, ռիսկը ավելի մեծ է։ Ասում եք չեն ընտրի իշխանությանը, որովհետև քիչ են նրանց ընտրողները, բայց նա խաղաղություն է բերում, չի հավատա հայ ժողովուրդը իշխանության բերած խաղաղության։ Ամբողջ այդ խոսույթով, որը բոլորս հասկանում ենք, որ զուտ նախընտրական նշանակություն ունի, Իլհամ Ալիևը կամ Էրդողանը, երբ այսպես ձոներ են ուղում այս իշխանության, ասելով, որ հաստատվել է խաղաղություն եւ այլն, հավատացեք, դա նրանից չի, որ իրենք իրենց պահանջները մի կողմ են դրել։ Վերջերս Ալիևը թարմացրեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, սահմանադրության մասին հստակ ասվեց, որ դա կարմիր գիծ է իրենց համար, որ սա պարտադիր պետք է լինի, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ուստի այս իրավիճակը պարզապես նախընտրական ձևով է պայմանավորված, որովհետև այս ուժերը տեսնում են, որ Հայաստանի ներսում իրենց ավելի մոտ իրենց նպատակներին հասնելու ավելի հարմար տարբերակը իշխանության վերընտրությունն է, եւ մարդիկ սա շատ լավ հասկանում են։ Ուստի երբ մենք ասում ենք, որ իշխանությունը ունի առավելագույնը պայմանական 40%, սրա մեջ նաեւ այդ խոսույթի ազդեցությունն ենք հաշվում։ Իդեպ ադրբեջանցիների վերադարձի հետ կապված այսօր տեսանյութ հրապարակվեց Հայաստանում ադրբեջանցիների հանգիստ այսպես շրջելու մասին, նրանք կարծեմ Գյումրիում էին, այսինքն այս տարբերակը հնարավոր է ադրբեջանցիների վերադարձը, եթե Փաշինյանը վերընտրվի, դա հնարավոր տարբերակ է։ Այնինչ դուք ասացիք, պարզ է, չէ, որ պետական մասշտաբով կազմակերպված ռոպագանդա է։ Դա առանձին անհատների խնդիր չէ, նախ տանում են պետական քաղաքականություն երկրի ներսում եւ քարոզչական եւ այդ միությունը, որ ստեղծել են արևմտյան Ադրբեջանի բնակիչների եւ միջազգային տիրույթում են աշխատանք կատարում, ուստի դա վատնված ռեսուրս չէ, իրանք գիտեն ինչի համար են դա անում։ Եվ ինչ են իրենք հաշվի առնում։ Իրենք հաշվի են առնում, որ կա իշխանություն Հայաստանում, որը չի բարձրաձայնում Ղարաբաղի վերադարձի իրավունքի հարցը, Արցախահայության, եւ ասում է, որ մնացյալ իրավունքներն էլ քննարկման ենթակա են։ Հետևաբար, ով ավելի հարմար պայմաններ կարող է առաջարկել Ադրբեջանին, եթե ոչ այս իշխանությունը։ Մենք օրինակ շատ հստակ ասում ենք, որ վերադարձի հարցը պետք է լինի անկյունակարը մեր արտաքին քաղաքականության, ոչ թե որպես ռազմատենչ քաղաքականության հենք, այլ արտաքին սպառնալիքները եւ Ադրբեջանի պահանջները չեզոքացնող միջոց։ Դա մեր արսենալն է դիվանագիտական։ Իշխանությունը մեր դիվանագիտական արսենալը դրել է մի կողմ, գնացել ստացել է խաղաղության մրցանակ, որով աշխարհին տվել է մեսիջ, որ 23 թվականին Արցախի էթնիկ զտումը ըստ էության մարսված է եւ ընդունելի է Հայաստանի պետության համար։ Իսկ Ադրբեջանը հակառակ մեսիջն է տալիս։ Ասում է, որ 100 տարի առաջ առաջին հանրապետությունների ստեղծման ժամանակ որքան ադրբեջանցի լքել է Հայաստանի տարածքը, որովհետև վերհիշենք նաև, որ շատ հայերել են լքել նաև Ադրբեջանի տարածքը այդ ժամանակահատվածում, ասում են պետք է վերադառնան, եւ ով կարող է ավելի լավ է իր օրակարգին աջակցել, եթե ոչ մի իշխանություն, որը սեփական արսենալը չի օգտագործում եւ ընդունում է դիմացի փաստաթղթերը։ Կնեք, բայց հիշում եք, ինչ որ ժամանակ առաջ, եթե չեմ սխալվում, երևի 1 ամիս առաջ Փաշինյանը Ալիևին առաջարկ էր արել, որ փոխադարձաբար մոռանան ադրբեջանցիների վերադարձի, մենք էլ մոռանանք արցախցիների վերադարձի մասին։ Կարծես թե արձագանք չգտավ այս մասին։ Չգտավ, բայց եկեք արձանագրենք, որ դա նույն հնարքն էր, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, մեր իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ մենք չենք պահանջելու Լաչինի միջանցքի բացումը, որպեսզի Ադրբեջանը դադարի պահանջել, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքը կամ Թրիփա այսօրվա, պարզապես անուններն են այս դեպքում հռետորաբանության իմաստով փոխվել, կամ մեկը Թրիփա ասում, մեկը Զանգեզուրի միջանցք, երկուսն էլ նույն բանը նկատի ունեն։ Եվ այս առումով Ալիևը եւս սրան չարձագանքեց, շարունակեց փակ պահել Լաչինի միջանցքը, իշխանությունները համարեցին, որ եթե այդ հարցը չեզոքանա, ինչպես իրենք են ասում, այդ թոկը մեր վզից կախված վերանա, ապա հակընդդեմ պահանջներ էլ մենք չենք ստանա։ Անցավ, եթե չեմ սխալվում, 2 ամիս, բավականին երկար համբերեցին, որտեղ միջազգային արձագանքը Արցախի էթնիկ զտման լուրջ էր, մի 2 ամիս համբերեցին, մինչև այդ պահանջը կվերաթարմացնեն, եւ ամիսների ընթացքում 23 թվականից հաշված ճնշումը այնքան գործադրեցին, որ 25 թվականին մենք առանց որևէ փոխադարձության սկզբունքի համաձայնեցինք տալ այդ միջանցքը։ Հիմա նույնը վերաբերում է 300,000 ադրբեջանցիներին։ Իշխանությունը ասում է եկեք երկու պահանջ չեզոքացնենք։ Ալիևը ասում է ես
Հետ չեմ կանգնելու։ Ես ձեզ առաջարկել եմ վերադարձի մեր պայմանները, իսկ ես դրանից չեմ կանգնում, դա մեր ժողովրդի իրավունքն է, վերջին իր հարցազրույցը դրա մասին էր, եւ իշխանության պատասխանը որն է, լավ կքննարկենք, բայց ընտրություններից հետո, որտեղ ընտրություններից առաջ նման բարձր քննարկելը կարող է իրենց ընտրազանգվածին մի քիչ գրգռել։ Այսինքն արձանագրենք, եթե Փաշինյանը ընտրվեց, Սահմանադրությունը փոխվելու է, անկախության հռչակագրից հեղումը հանվելու է, ադրբեջանցիները վերադառնալու են, էլ ինչ է լինելու, եթե ընտրվեց։ Տեսեք, եկեք հենց սկզբից սկսենք։ Սահմանադրությունը կարող է փոխել այս իշխանությունը։ Ոչ, որովհետև այն շեմը, որը պահանջվում է սահմանադրական փոփոխության համար, հնարավոր չէ ապահովել ոչ տեխնիկապես, ոչ տեսականորեն, նկատի ունեմ այս իշխանության կողմից։ Եվ սա նշանակում է, որ այն խոստումը, որ հայ ժողովրդի անունից տրվել է, կամ լավ ենթադրենք խոստում չի տրվել, ընկալում է ստեղծվել, որ մենք կփոխենք սահմանադրությունը եւ կհանենք անկախության հռչակագիրը, դա իրագործելի չի։ Եթե դա իրագործելի Ինչու, եթե ինքը մեծ քվե է ստանում, այդ մեծ ստացած քվեն իրեն լեգիտիմ հիմք չի տալիս փոխելու։ Որովհետև մենք ուրեմն պետք է ենթադրենք, որ 21 թվականի ձայներից էլ շատ ձայն պետք է տանի իշխանությունը այս ընտրություններում եւ նույն թվով ձայն տանի սահմանադրական հանրաքվեին, որպեսզի կարողանա այդ փոփոխությունը իրականացնել։ Նախ ես չեմ հավատում որևէ կերպով, որ իշխանությունը ունի նույնքան ձայն, բայց առավել եւս սահմանադրական հանրաքվեի մասնակցություն ապահովել այդ մասշտաբի 650,000 ձայնի կարգի անհնարի ժանրից է եւ հետեւաբար իշխանությունները սա չեն կարողանալու անել եւ նոր ռիսկեր են ստեղծելու։ Սա խնդիրը սրանում է, որ դա չեն կարողանալու անել։ Իսկ 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը ես չեմ կարծում, թե կմոտենա իրագործման պահին անգամ, երբ հայ ժողովուրդը իսկապես հասկանա, որ սրանք պարզապես ռետորաբանություն չեն։ Սրանք իրական պահանջներ են, որոնք փորձելու են գետնի վրա իրագործել եւ ես հույս ունեմ, որ այդ ժամանակ մեր դիմադրողականությունը ավելի բարձր կլինի, բայց եկեք լավատես լինենք, որ ընտրությունների արդյունքներով այդ հարցերը կլուծվեն։ Իսկ խաղաղության պայմանագիրը միջև ընտրությունները ձեր կարծիքով կստորագրվի թե ոչ, եւ եթե օրինակ Փաշինյանը չանցավ, ընդդիմադիրները անցան, այդ թվում նաեւ դուք կարծում եք պետք է ստորագրվի նույնիսկ այդ պարագայում խաղաղության պայմանագիրը թե ոչ։ Ալիևը պաշտոնապես ոչ միայն նախապայման է դա ձևակերպել, որ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը միայն եթե Հայաստանի սահմանադրությունը փոխվի, այլև հստակ ասել է, որ դա իրենց համար կարմիր գիծ է։ Հետևաբար այս բանակցային գործընթացը, որը իշխանության հետ իրականացվել է, ամփոփված է։ Պետք է Հայաստանում իշխանություն փոխվի, որը դա կվերաբանակցի։ Ընդ որում վերաբանակցի ոչ թե այն օրակարգով, որ մեզ խաղաղությունը անհրաժեշտ չի, այլ եկեք հասկանանք, որ դուք գտել եք մի իշխանություն պարտված պատերազմի արդյունքում, որը ձեր բոլոր պայմանները կատարեց, բայց հիմա Հայաստանում ձևավորված նոր իշխանությունը ունի նպատակ խաղաղության օրակարգը շարունակելու, բայց ոչ ի հաշիվ սեփական սուվերենության։ Լավ ի վերջո պիտի արձանագրենք, որ Այս դրանից չի վախենում այս պահին Ալիևը, որ ամեն կերպ փորձում է, ինչպես նշեցիք, աջակցել այս իշխանությանը։ Վախենում է, այսինքն վախենալը որ վերանայվելու է այդ փաստաթղթը։ Չէր ցանկանա, որ դա լիներ։ Դրա համար նախ ստորագրվեց TRIP-ը, եկեք դա էլ հասկանանք, որ TRIP-ին պայմաններին նաև համաձայնեց Ալիևը, որովհետև ավելին հնարավոր է ընտրություններից հետո չստանար եւ չի ստորագրում խաղաղության պայմանագիրը նաև այդ գործիքները ազդեցության ճնշման թողնելու եւ դրա համար այդ խոսույթը շարունակում է զարգացնել, դա նաև իշխանությանն է ուղղված, որ իշխանությունն էլ չկարողանա սրանից հետ կանգնել եւ փաստացի ձևավորվել է մի իրավիճակ, որ իշխանությունը մարդկանց շանտաժ է անում եւ ասում է, որ եթե մենք այս օրակարգը չիրականացնենք, ապա կլինի պատերազմ։ Ես ուզում եմ ասել, մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են միմյանց հետ խաղաղություն հաստատել, բայց ոչ այն նվաստացուցիչ պայմաններով, ինչ առաջարկում է Ադրբեջանը, եւ որի դիմաց Հայաստանը ոչինչ չի հակադրում։ Մեր արսենալը դիվանագիտական, դատարկ չէ։ Իշխանություններն են, որ չեն կիրառում դրանք։ TRIP-ի պարագայում եւս կարծում եք պետք է վերանայումներ լինի, եթե նոր իշխանությունը եկավ։ Ես այն տեսակետին եմ, որ TRIP-ը իրենից ներկայացնում է միջանցք եւ աննախադեպ պայմաններ են առաջ քաշված
այդ front office, back office ինչ որ նախատեսված է, ամբողջ աշխարհում նման բան չկա։ Այսինքն մեր պետություն մտնելու են քաղաքացիներ, որոնց անձնագրային հսկողությունը հայ սահմանապահը չի կարողանալու իրականացնել։ Սա ինձ համար կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե այդտեղ կա փոխադարձություն, եւ օրինակ Հայաստանի քաղաքացին Նախիջևանով նույն պայմաններով կարող է անցնել, հասնել Մեղրի, կամ երկաթգիծ են ուզում գործարկել, եթե ասում են երկաթգիծը ռուսական է, խանգարում է թրիփին, պիտի փոխեն, կառավարումը տանք ուրիշ երկրի։ Նախ խոսքը գնում են երկաթգծի մասին, որոնք 3 փոխվարչապետեր համաձայնեցրին՝ Մուստաֆայևը, Մեր Գրիգորյանը եւ Օվերչուկը, Երասխ, Նախիջևան, Մեղրի, Զանգիլան այս երթուղով նախատեսված էր երկաթգծի վերագործարկում։ Էական չի ով դա կվերագործարկել, ռուսները, ամերիկացի թե չինացիք։ Էականը նրանում էր, որ մենք դառնում ենք մի մեծ ցանցի մաս եւ այն նաեւ Հայաստանը Հայաստանին կապող միջոց էր։ Այս ամենը 23 թվականին կար դրվեց մի կողմ իշխանությունների կողմից, վերցվեց միայն այն տարբերակը, որտեղ կա միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանզիտ։ Սա անարդար է։ Եվ տարբեր բանակցային միջոցներով հնարավոր է այս օրակարգը ընդլայնել եւ մաքսիմալ փոխադարձություն ստանալ։ Գոնե։ Իհարկե շատ բան կախված է լինելու այդ պահին եղած միջազգային իրավիճակից, բայց կրկին եկեք արձանագրենք, որ իշխանությունը ունենալով որոշակի բազա, ռեսուրս ավելին ստանալու, որոշեց պարզապես ստանալ ամերիկյան միջնորդությունը այն տեսքով, որը ստացավ, որ Հայաստանում դա կարողանա ներկայացնել նախընտրական տոնը այսպես ճոխացնելու համար։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, դուք կարծում եք, որ այս պահին դիվանագիտական դաշտում իշխանությունը թեկուզ պարտված է այս փուլում, բայց ունի գործիքակազմեր իրավիճակը ավելի լավացնելու, բայց չի անում։ Հոգուտ Հայաստանի, այո, բայց դա կլիներ ի վնաս սեփական կուսակցության շահերի։ Կներեք, Հայաստանի նախորդ իշխանությունները Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ Սարգսյան կարող էին այդ խաղաղության օրակարգի սոուսը զարգացնել եւ չունենալ սահմանին որևէ զոհ, գնալ զիջողականության եւ ասել մենք ի վերջո բերեցինք ձեզ խաղաղություն։ Ինչու կային սահմանին զոհեր, ինչու էր հայ ժողովուրդը Արցախահայությունը զրկանքներ կրում, որովհետեւ մենք պայքարում ենք մեր հայրենիքում, մեր բնորանում ապրելու իրավունքի համար։ Եթե այս ամենը մի կողմ ես դնում, կարող ես ստանալ ամբողջ միջազգային հանրության օվացիաները, ծափահարությունները, ինչը անում է եւ այս իշխանությունը դրա համար մրցանակներ է ստանում։ Դա հայ ժողովրդի շահերի մասին չի, դա իշխանությունների նախընտրական շրջանում օգուտներ ստանալու մասին է։ Կներեք 16 թվականին կարող էր Սերժ Սարգսյանը գնալ զիջման եւ համաձայներ Լավրովի պլանին, ինչպես ասում են, եւ չլիներ ապրիլյան քարորյա պատերազմը։ Սկզբունքորեն կարող էր, այլ հարց է դա լավ կլիներ, վատ կլիներ, եւ դա օգտագործել 17 թվականին ասելու, որ ես բերեցի խաղաղություն։ Հիմա մոտեցումները տարբեր էին, այն իշխանությունը այլ օրակարգի վրա էր ձայնվում, Արցախը գտանք Հայաստանը։ Հա, ինչպես հիմա իշխանություններն են ասում, նարատիվները փոխվել են, բայց ուզում եմ ասել, մեր արսենալը չի սպառվել։ Կներեք, այդ մենք ենք որոշել, որ միակողմանի զիջումների պետք է գնանք, որ հանկարծ Ադրբեջանի մոտ այսպես խրտնում չառաջանա եւ մարդիկ չլարվեն, որովհետեւ իշխանությունները հասկանում են, որ դա էլեկտորալ արդյունք է փոխում եւ որոշում են, որ ավելի լավ է գնալ հոգուտ սեփական կուսակցության շահի ընտրական, քան պետության, ընդ որում ասեմ ձեզ ամբողջ աշխարհի բոլոր իշխանությունները այդպես էլ վարվում են։ Յանը հիմնականում էլի, որոնք որ չեն առաջնորդվում պետության շահերով։ Ասում եք չի ուզում ջղայնացնել Ալիևին, չի ուզում, որ Ալիևը լարվի, նշանակում է այն խաղաղությունը, որի մասին իրենք խոսում են, նույնիսկ չեն հավատում այդ խաղաղությանը, որովհետեւ եթե լարվի պատերազմ կսկսվի։ Եթե լարվի Ալիևը կսկսի բանացնել նաև իր գործիքները դիվանագիտական։ Այսինքն ըստ էության իրենք էլ են հասկանում, որ իրենց խաղաղությունը շատ փխրուն է եւ խաղաղություն չի իրականում։ Իրենք շատ լավ հասկանում են, որ տեսեք, հարցը անգամ խաղաղության մեջ ընտրությունը չի։ Հարցը թե մենք ինչ ջանք պետք է գործադրենք արտաքին հարաբերությունների մեջ, որպեսզի կարողանանք այս իրադրությունից դուրս գալ նվազագույն կորուստներով, առավելագույն օգուտներով։ Հիմա կա անկլավների հարց։ Կարող էր այդ հարցը փակվել փոխադարձության սկզբունքով, որտեղ Ադրբեջանը ասեր, որ համաձայն են եղած վիճակով, Արցախի հայաթափումով,
ինչպես իրենք են պնդում, որ ունեն անկլավներ, զիջեն իրենց անկլավները, Հայաստանն էլ զիջի իր անկլավը Ադրբեջանի տարածքում։ Սկզբունքորեն սա կարող էին համաձայնեցնել, բայց ինչու չեն արել։ Ադրբեջանը ասում է՝ ունեք անկլավ, շատ լավ, եկեք վերցրեք, փորձեք, բայց մենք մերը պահանջում ենք, ինչու, որովհետև ստրատեգիական դիրքեր ունեն տվյալ տարածքները, որոնք իրենք պնդում են։ Տիգրանաշենը, Տաուշի տարածքում եւ Նախ մեր իշխանությունները 23 թվականին ասում էին, որ չկան հիմքեր պնդելու, որ կան անկլավներ, Ադրբեջանը պնդում էր։ Հիմա պետք է շարունակվեր միջազգային պոլեմիկա, սրա շուրջ կլինեին բանակցություններ, գուցե լարված բանակցություններ, որոնք չէին լինի հօգուտ իշխանության, բայց կլինեին հօգուտ մեր պետության, որովհետև չէինք զիջի այն, ինչ մեզ համար ստրատեգիական նշանակություն ուներ։ Կխանգարեր դա ԿՊ-ին վերընտրվելու 26 թվականին, իհարկե կխանգարեր, եւ հենց այս տրամաբանությունից ելնելով էլ իրենք դա արեցին։ Կխանգարեր, այսինքն միջազգային հանրության տեսանկյունից կխանգար, թե ներսում, որովհետեւ հիմա միջազգային հանրությունը ինչու է այսքան աջակցում իշխանություններին, ընդ որում բաց տեքստով շատ հասկանալի այդ մեսիջները տարբերություններից գալիս են։ Վենսն էլ դեպ ոչ միայն Ադրբեջանը, Վենսն էլ աջակցեց Փաշինյանին։ Այո, բավականին այսպես հստակ աջակցություն էր, նույնը տեսնում ենք Եվրամիության կողմից, ինչու, որովհետև Հայաստանը իրեն դիրքավորել է որպես նախ Ադրբեջանի հետ խաղաղության գնացող մի սուբյեկտ, ինչը նշանակում է, որ դե եթե մեզնից էլ արբիտրի դեր չեք պահանջում Ադրբեջանի հետ, մենք կուզենք ձեր հետ երկուսի հետ էլ առանձին հարաբերություն զբաղեցնենք, մեկ, երկրորդ կա հակառուսականության գործոնը, հիբրիդային պատերազմների դեմ ֆինանսավորում են, չէ, Հայաստանին, հասկանալի է խոսքը ինչի մասին է, այսինքն ում դեմ է վարվում այդ հիբրիդային պատերազմը, եւ այս առումով իշխանությունը ստեղծել է իր համար արտաքին բավականին կոմֆորտ վիճակ, այս բոլոր հայտարարություններով եւ այլնով։ Եվ կներեք, երբ քո երկրի ղեկավարը դառնում է միջազգային հանրության համար ընդունելի մի պուպուշ կերպար, նշանակում է, որ ինքը անում է իր գործողությունները հօգուտ այդ միջազգային հանրության տարբեր դերակատարների եւ ոչ սեփական երկրի, որովհետեւ եթե քո, չգիտեմ, գործընկեր պետությունների ղեկավարները նեղսրտած են քեզնից, նշանակում է դու ինչ-որ բան ավել ես պահանջում, որ իրենք չեն ուզում տալ եւ դրա համար իրենք քեզ խոսքեր չեն շռայլում, բայց հիմա մեզ խոսքեր են շռայլում Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիությունից, ԱՄՆ-ից, ներսում չեն գնահատում, պարոն Խաչատրյան։ Ներսում չեն գնահատում, որովհետև դա ի հաշիվ այդ ներսի է, ի հաշիվ մեր պետության է։ Կներեք 21 թվականին էլ նույն բանը եղավ ռուսական կողմից, Ռուսաստանն էլ ինչպիսի ձոներ էր ուղղում իշխանություններին, Պուտինը ասաց, չէ, որ չէ, Փաշինյանը դավաճան չի, նա մինչև վերջին պահը պահանջում էր։ Ինչու՞, որովհետև իդեմս նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը ստացել էր իր կոմֆորտ լուծումը։ Սա էլ է այստեղ դա էր նշանակում, դրա համար կար այդ աջակցությունը։ Հիմա պարզապես այդ բևեռը փոխվել է այն կողմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ ևս։